Սա ուրիշ հիմնարկություն է եղել։ Հիմա ես ուրախ կլինեմ, որ ինքը վերականգնվի իր անունը։ Հայ ֆիլմ կինոստուդիայի կառավարման լիազորությունները կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը փոխանցելու գործադիրի որոշումը պատմական կառույցը ոտքի կանգնեցնելու առաջին քայլն է։ Հայ ֆիլմի 34 տարվա նկարիչ դեկորատորն ուրախ է, որ կինոստուդիան այսօր էլ աշխատում է, արդիականացումն էլ չի ուշանա։ Մենք ունենք տաղավարներ, որ ամբողջ Հայաստանում չկա, կան տաղավարներ, բայց այն տաղավարները, որ ունեն այդ հնարավորությունները ֆիլմեր նկարահանելու, նկարահանումների հետ կապված ունենք դեկորացիաների պատրաստման արտադրման, ասես ռեկվիզիտ է այդ մեքենան, BMW-ա 30, չգիտեմ, 7 թվականի է, թե որն է, այն մեկն էլ բանա, Չայկա մեքենա է։ 2005-ին Հայ ֆիլմ կինոստուդիայի գույքը մրցույթով 350 միլիոն դրամով օտարվել էր Armenia Studios ընկերությանը։ Պայմանագրով նախատեսված էր, որ 10 տարում պետք է ներդրվեր 30 միլիարդ դրամ։ Ընկերությունն այդ տարիներին մի քանի անգամ վերանվանվել է, բայց պարտավորությունները չի կատարել։ Ավելին 100% բաժնեմասը վերադարձնելով պետությանը, հետ է ստացել իր վճարած 350 միլիոն դրամը, պատճառելով 10 միլիոն դոլարի վնաս։ Իրավական գործընթացներից հետո Հայ ֆիլմի կառավարումը անցել է ԿԳՄՍ նախարարությանը։ Կառավարության համար կինոարտադրության եւ կինոյի ոլորտի զարգացումը առաջնահերթություն է եւ ենք վերջին տարիներին մի քանի ինստիտուցիոնալ փոփոխություններ են արել, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը։ Օրինակ, ձեզ պիտի հիշեցնեմ կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի գործիքը, որը նախորդ տարի արդեն կառավարության կարգով սահմանվեց եւ մենք անցյալ տարվա մայիսից ընդունում ենք հայտեր եւ արդեն իսկ ավելի քան 10 հայտ ունենք, ավելի քան 1.4 միլիարդ ընդհանուր ծավալով։ Նախարարի խոսքով սա ցույց է տալիս, որ Հայաստանում կինոարտադրությունն ունի զարգացման լուրջ պոտենցիալ, ինչի իրացման համար անհրաժեշտ է համապատասխան միջավայրի առկայությունը։ Այդ իմաստով Հայ ֆիլմի ճիշտ կառավարումն ու օգտագործումը կինոարտադրության զարգացման համար առանցքային է։ Սրան պիտի հաջորդեն համապատասխան գրանցման ընթացակարգերը եւ էլի դեռ օրենսդրական աշխատանք կա անելու, բայց զուգահեռաբար մենք իհարկե մշակել ենք Հայ ֆիլմի տարածքի վերափոխման առաջարկ։ Կինոյի հիմնադրամի հետ մենք սա քննարկել ենք, առիթ ենք ունեցել նաև նախնական քննարկումներ ունենալ կառավարությունում։ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի խոսքով դեռևս նախորդ տարի ամռանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին են ներկայացրել Հայ ֆիլմի զարգացման ծրագիր։ Նախարարն այցելել է կինոստուդիայի տարածք։ Հենց այդ օրն էլ ըստ Բանուչյանի կայացվել է Հայ ֆիլմը վերագործարկելու որոշումը։ Ժամանակները փոխվել են եւ նույն տրամաբանությամբ չի ֆիլմ արտադրությունը, ֆիլմ արդյունաբերությունը նույն տրամաբանությամբ չի աշխատում եւ պետք է որոշակիորեն արդեն հաշվարկ անել, թե ինչ պետք է լինի Հայ ֆիլմ կինոստուդիայի տարածքում նախքին քիմիական լաբորատորիաների փոխարեն, այլևս պետք է լինեն, չգիտեմ, այլ հնարավորություններ, միգուցե սերվերային տնտեսություն, հա, պետք է այդ ուղղությամբ ներդրումներ արվեն։ Կինոժառանգության պահպանման համար նախարարը կարևոր է համարում պետական հոգացությունը։ Առաջարկն արդեն ներկայացվել է միջնաժամկետ ծախսային ծրագրում։ Հաջորդն Ժաննա Անդրեասյանի կինոարտադրության միջավայրի զարգացումն է, որը ենթադրում է մասնավորի ներգրավվածություն եւ ներդրումային որոշակի ծրագրեր։ Այնպիսի նաև ենթակառուցվածքներ ենք պատկերացնում, որոնք բացի կինոարտադրության համար ծառայելուց կարող են ունենալ նաև հավելյալ նշանակություն, ինչպես օրինակ զբոսաշրջային, մշակութային եւ մասնավորապես դրա շրջանակում է կինոքաղաքը եւ այստեղ նախատեսում ենք, որ այդ ձևավորված միջավայրը կլինի թե կինոարտադրության համար միջավայր եւ թե նաեւ կհանդիսանա վայր, որտեղ մարդիկ կարող են ուղղակի իրենց ժամանցը անցկացնել։ Կինոյի հիմնադրամն արդեն աշխատում է միջազգային գործընկերների հետ, նաեւ ստանդարտների մշակման ուղղությամբ։ Համագործակցում ենք ֆրանսիական Cité du Cinéma-ի հետ, այս մասով անցած տարեվերջում մենք հանդիպում ենք ունեցել Cité du Cinéma-ի հետ, դա նույն տրամաբանությամբ կինոքաղաք է, այսպես ասեմ, շատ մեծ տարածություն է, որը ժամանակին Լյուկ Բեսոնն է ստեղծել։ Պետք է գույքագրենք մեր նախխնդիրները եւ երկրորդ պետք է գույքագրենք, թե ինչ ենք անելու։ Եվ ելի եմ ասում, այս առումով շատ կարևոր է կինոգործիչների հետ մեր համագործակցությունը։ Դավիթ Բանուչյանի խոսքով երկար ժամանակ փնտրել են Հայ ֆիլմ կինոստուդիայի գլխավոր նախագիծը, նաև հասկանալու ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները, դիմել են տարբեր կառույցների արխիվային բաժիններ, նամակներ գրել Ռուսաստան, Ուկրաինա, պարզվել է կինոստուդիայի սենյակներից մեկում է։ Ուրիշ գործով մտանք մի փակ սենյակ, որտեղ երբեք վերջի երևի 30 տարին ոչ ոք չի մտել։ Աչքս ուղղակի ընկավ այս գրքի վրա, ոնց որ ինչ-որ sense փայլատակ էր։ Ես բացեցի գիրքը ու տեսա, որ այս հենց այնա ինչ որ մենք
ամիսներով ման էինք գալի։ Սկզբից նախագիծը արվել է Հայաստանի կողմից, հետո ինքը հավանաբար չի հաստատվել եւ հետո արել են Մոսկվայում։ Դեռ թվայնացման փուլում է, սկանավորման փուլում է։ Մենք հիմա ամբողջ այդ, գիտեք, ինչ ծավալներ է, մոտ 100-ից ավել թղթապանակներ են իրենք, բավականին մեծ ամեկ ֆորմատի մեծ թղթեր է, դրանց թվայնացումը բավականին բարդ է։ Հիմա պետք է թվայնացնենք, որ ապագայում, երբ որ արդեն կարիքը լինի ճարտարապետական որևէ ընկերությունների փոխանցել, որպեսզի ուսումնասիրեն փաթեթները, արդեն պատրաստի ունենանք։ Նախարար Անդրեասյանը կարևոր է համարում նաև այն, որ ակադեմիական քաղաքը տեղակայվելու է հարևանությամբ, այդտեղ գտնվելու է նաև արվեստների կլաստերը, որը ներառում է կինոլորտի կրթությունը, ինչը կապահովի ուսանողների գործնական ուսուցումը կինոարտադրության միջավայրում։ Մայա Խաչատրյան, Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, Արտակ Գևորգյան, լուրեր։